Ռուս-ուկրաինական երրորդյա հրադադարի երրորդ օրը Մոսկվան ու Կիևը փոխադարձ հարվածների մասին են հայտարարել։ Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով ու հրետանային հարվածներով հարձակվել են ռուսական զինուժի դիրքերին։ Ինչպես նաև քաղաքացիական թիրախների Կրասնոդարի երկրամասում, Բելգորոդի, Կուրսկի, Կալուգայի եւ Ռոստովի մարզերում, Ղրիմում։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Ռուսաստանի զինված ուժերը պատասխանել են նույն կերպ, օգտագործելով բազմաթիվ հրթիռային կայանքներ, հրետանի եւ ականանետներ։ Կիևը հայտնել է զոհերի եւ վիրավորների մասին Խերսոնի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի շրջաններում մոտ 180 մարտական բախում է եղել, առավել ինտենսիվ Պոկրովսկի, Գուլայպոլեի եւ Լիմանեի ուղղություններով։ Առաջնագծում եւ ռազմաճակատի մոտ գտնվող համայնքներում լռություն չի եղել։ Ռուսները շարունակում են հարձակումները իրենց համար կարևորագույն տարածքներում։ Միևնույն ժամանակ Զելենսկին Միացյալ Նահանգներին կոչ է արել ապահովել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև 1000-ի դիմաց գերիների փոխանակման համաձայնագրի իրականացումը։ Կիևը հայտարարել է, որ բանակցային գործընթացը շարունակվում է եւ Մոսկվային արդեն տրամադրվել է 1000 անունից կազմված ցուցակ։ Մայիսի 9-ին Պուտինն ասել էր, որ ուկրաինացիները առաջարկ չեն ներկայացրել, ավելին ռուսների 500 անունից կազմված ցուցակին չեն արձագանքել։ Այս ֆոնին ակտիվացել են արևմտյան միջնորդական ջանքերը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Ստիվ Ուիտքոֆն ու ամերիկացի գործարար Ջարեդ Քուշները շուտով կրկին Ռուսաստան կժամանեն ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսությունը շարունակելու նպատակով։ Բանակցությունների մի քանի փուլերից հետո հասել ենք այնպիսի մի իրավիճակի, երբ կողմերից մեկը պետք է կարևոր քայլ անի, այլ քայլերի հեռանկարով։ Մինչև նրանք այդ քայլը չանեն, կարող է անցկացվել եւս մի քանի փուլ, տասնյակ փուլեր։ Մենք նույն կետում կմնանք, դա է խնդիրը։ Բոլորը, այդ թվում Կիևը, լավ են հասկանում սա։ Եվրոպացիների ճնշման տակ նրանք հրաժարվում են ողջամիտ քայլ անել։ Առնվազն նրանք հրաժարվում են նույնիսկ սկսել քննարկել այդ քայլը, չնայած Ուկրաինայում գիտեն, որ դա պետք է արվի, եւ որ նրանք դա կանեն վաղ թե ուշ։ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների բանագնացներն անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունների 3 փուլ են անցկացրել։ Հունվարի 23-ից 24-ը եւ փետրվարի 4-ին Աբու Դաբիում եւ փետրվարի 17-ից 18-ը Ժնևում։ Հանդիպումները տեղի են ունեցել ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով, այդ թվում Մոսկվայի եւ Ուկրաինայի միջև։ Ռուս-ամերիկյան շփումների ակտիվացման ֆոնին նաև Եվրոպայում է քննարկվում Մոսկվայի հետ հնարավոր բանակցությունների ձևաչափը։ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը, ըստ որի Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոդերը կարող էր ներկայացնել Եվրոպան Ռուսաստանի հետ անվտանգության հարցերով բանակցություններում։ Նախ, եթե Ռուսաստանին թույլ տանք մեր անունից բանակցող նշանակել, դա խելամիտ որոշում չի լինի։ Հետո Շրոդերը նախկինում լոբինգ է արել ռուսական պետական ընկերությունների օգտին եւ նման իրավիճակում չի կարող լինել չեզոք միջնորդ։ Ուկրաինան նույնպես մերժել է Ռուսաստանի նախագահի պատերազմին վերջ դնելու հնարավոր բանակցություններում Շրոդերին եվրոպական միջնորդ դարձնելու առաջարկը։ Կամ բազմաթիվ արժանի առաջնորդներ։ Այսօր Բրյուսելում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ եվրոպացի առաջնորդները քննարկում են Պուտինի հետ հնարավոր ուղիղ շփումների տարբերակները։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան նույնպես հայտարարել էր, որ Եվրամիությունն ունի Ռուսաստանի նախագահի հետ բանակցելու ներուժ։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները մայիսի վերջին կքննարկեն Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունները։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուպն ասել է, որ եվրոպացի առաջնորդները քննարկել են, թե ով է ներկայացնելու Եվրոպան, սակայն որոշում դեռ չի կայացվել։ Միևնույն ժամանակ եվրոպական երկրները շարունակում են խորացնել ռազմական համագործակցությունը Կիևի հետ։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ Ըստ գերմանական Deutsche Press գործակալության կողմերը քննարկելու են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնումը, այդ թվում անօդաչու համակարգերի համատեղ մշակումը։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։